Այսօր փետրվարի 18-ին մայրաքաղաք Երևանում Աչափնյակ վարչական շրջանում տեղի է ունեցել զանգվածային զինված միջադեպ, որը անմիջապես գրավեց իրավապահ մարմինների ուշադրությունը և հանրության ուշադրությունը։ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնին ահազանգ է ստացվել մոտ ժամը 15:00-ին, նշելով, որ փողոցներում լսվում են կրակոցի ձայներ։ Օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել ոստիկանության համայնքային, քրեական և պարեկային ծառայությունները, ինչպես նաև քննչական կոմիտեի հատուկ նշանակության քննիչ խումբը։ Առաջին ժամերին դեպքի վայրում ստեղծվել է մեծ խուճապ, անցորդները և բնակիչները արագ հեռացան, իսկ իրավապահները սկսեցին ապահովել տարածքի անվտանգությունը և ամրագրել ցուցմունքները։ Դեպքի վայրի զննությամբ միաժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ ապացույցներ, ինքնաձիգներից և ատրճանակներից արձակված բազմաթիվ փամփուշտներ, դանակ, Lexus մակնիշի ավտոմեքենա կրակոցի հետքերով։ Վկաների վկայություններով պարզ է դարձել, որ կրակոցները արձակվել են տարբեր դիրքերից և ուղղված անմիջականորեն մարդկանց վրա։ Տեսագրությունները ցույց են տվել, որ միջադեպը սկսել է բանավոր վիճաբանությունից, այնուհետև էսկալացել է մինչև ֆիզիկական բախում և զենքի օգտագործում։ Առաջին ժամերին պարզվել է, որ միջադեպի վայրում տուժել է առնվազն 10 քաղաքացի, որոնցից 7-ը տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը 45-ամյա Ա.Վ.-ն մահացել է, 2 վիրավորներ ծայրահեղ ծանր վիճակում են, 5 վիրավորներ ծանր, սակայն կայուն, և ևս 2 վիրավորների կյանքին սպառնացող վտանգ կա։ Վնասվածքները հիմնականում հրազենային են, սակայն կային նաև ծակած կտրած վերքեր։ Ոստիկանությունն ու քննչական կոմիտեն անմիջապես ձեռնարկել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, հավաքել են վկաների ցուցմունքները, վերլուծել են տեսագրությունները, ստուգել են շրջակա տարածքի անվտանգության տեսախցիկները։ Վերջին տվյալներով պարզվել է միջադեպի մասնակիցների ամբողջ շրջանակը։ Այս փուլում իրավապահները հայտնաբերել են առնվազն 3 անձի, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել միջադեպին։ Նրանցից մեկը արդեն ձերբակալվել է, մյուսները ևս որոնման մեջ են։ Մինչ իրավապահները զբաղված են մեղադրյալների հայտնաբերմամբ, պարզվել է, որ հրազենը օգտագործել է անմիջական վնաս հասցնելու նպատակով, իսկ առգրավված ավտոմեքենան օգտագործվել է միջադեպի իրականացման համար։ Մինչև առաջին օպերատիվ գործողությունները ընթացել են, իրավապահները կենտրոնացել են դեպքի բոլոր հանգամանքների մանրամասն ուսումնասիրության վրա։ Քննչական խումբը բաժանել է ուսումնասիրությունը մի քանի ուղղություններով՝ վկաների հարցաքննություն, տեսագրությունների վերլուծություն, դեպքի վայրի ֆիզիկական զննություն և փորձաքննության անցկացում։ Վկաները մանրամասն նկարագրել են միջադեպի ողջ ընթացքը։ Ըստ նրանց, կրակոցները սկսվել են կեսօրից հետո, երբ նշված բակում տարբեր անձինք բանավոր կոնֆլիկտ են ունեցել։ Կրակոցները արձակվել են մի քանի ուղղություններից, և վկաները տեսել են ինչպես վիրավորող քաղաքացիներին, այնպես էլ միջադեպին մասնակցած անձանց շարժման ուղիները։ Որոշ վկաներ նշել են, որ կրակող անձինք տեղաշարժվել են ավտոմեքենաներով և մոտոցիկլով, օգտագործելով դրանք որպես փոխադրման և պաշտպանության միջոց։ Նրանց վկայությունների համաձայն, կրակոցների մեծ մասը արձակվել է մոտակա բակերից և ավտոմեքենաներից, իսկ որոշ քաղաքացիներ փորձել են փախչել, սակայն նրանցից մի քանիսը ստացել է ծանր վնասվածքներ։ Աչափնյակ վարչական շրջանում տեղակայված անվտանգության տեսախցիկները գրանցել են միջադեպի ողջ ընթացքը։ Վերլուծության արդյունքում պարզվել է, որ կրակոցները եղել են մի քանի դիրքերից։ Որոշ վիրավորներ փորձել են պաշտպանվել կամ փախչել, իսկ մի շարք անձինք ուղղակի կանգնել են կրակոցի ուղու վրա։ Տեսանյութերի միջոցով իրավապահները կարողացել են վերականգնել հրազենային վնասվածքներ ստացած անձանց դիրքը, ինչպես նաև պարզել, թե ով է առաջինը արձակել կրակոցը։ Բացի այդ, տեսագրությունները օգնեցին հաստատել առգրավված զենքի և ավտոմեքենայի կապը միջադեպին։ Ոստիկանություն և քննչական կոմիտեի կողմից ձեռնարկվել են համալիր միջոցառումներ։ Միջադեպի մասնակիցների հայտնաբերում, վիրավորների և մահացածների տվյալների հաստատում, օպերատիվ ստուգումներ ավտոմեքենաների և զենքի որոնում, տեղակետային վկաների հարցաքննություն։ Այս գործողությունների արդյունքում պարզվել է միջադեպի անմիջական մասնակիցների շրջանակը։ Նախնական տվյալներով առնվազն 3 անձինք անմիջականորեն մասնակցել են կրակոցներին, որոնցից մեկը արդեն ձերբակալվել է, իսկ մյուսները որոնման մեջ են։ Արմենիա բժշկական կենտրոնում բուժվող 7 անձանց վիճակը հետևյալն է։ Մահացած 45-ամյա Ա.Վ.-ն 2 ծայրահեղ ծանր, 5 ծանր կայուն, 2-ի կյանքին հնարավոր սպառնացող վտանգ։ Բժշկական անձնակազմը նշում է, որ վնասվածքները հիմնականում հրազենային են, սակայն կան նաև ծակած կտրած վերքեր։ Բացի այդ, բժիշկները ընդգծում են, որ վիրավորների վիճակը հետևողական վերահսկողության կարիք ունի, քանի որ որոշ դեպքերում կյանքին սպառնացող վտանգը դեռևս գնահատելի է։ Դեպքի վայրից առգրավել են ինքնաձիգներ, ատրճանակներ, դանակներ, Lexus մակնիշի ավտոմեքենա կրակոցի հետքերով։ Բալիստիկ փորձաքննությունը պարզելու է,
թե ովքեր են անմիջական պատասխանատուները կրակոցի համար, ինչպես նաև կապը հայտնաբերված զենքի հետ։ Միջադեպը լայն արձագանք է ստացել հանրության շրջանում, բնակիչները բարձրաձայնում են անվտանգության խնդրի մասին, զանգվածային սոցիալական լրատվամիջոցներում քննարկվում են միջադեպի մանրամասները, կրակոցների թեմայով սկսվել են տեղական քննարկումներ անվտանգության և բնակավայրում հանգստության անհրաժեշտության շուրջ։ Ոստիկանություն ու ՆԳՆ ծառայողները հայտարարել են, որ լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի հաջորդական օպերատիվ միջոցառումների ընթացքում։ Նախաքննության ընթացքում նախատեսվում է առաջադրել մեղադրանքներ սպանության համար, սպանության փորձի համար, խուլիգանության համար, զենքի կիրառմամբ, ապօրինի զենք զինամթերքի պահման համար։ Մեղադրյալների հայտնաբերման և ապացույցների համադրումը թույլ կտա դատարանին հրապարակել վճիռը հիմնված փաստական տվյալների վրա։ Մինչ նախաքննությունը շարունակվում էր, իրավապահ մարմինները կենտրոնացան դեպքի բոլոր մանրամասները բացահայտելու վրա, պարզելու նպատակով, թե ինչպես է միջադեպը զարգացել և ովքեր են անմիջական պատասխանատուները։ Վկաներից ոմանք նշել են, որ միջադեպի ընթացքում վնասվածքներ ստացած անձինք փորձել են փախչել, սակայն հարձակվողները շարունակել են կրակել, օգտագործելով ավտոմեքենաները որպես շարժական դիրքեր։ Վավերագրական տեսագրությունները, որոնք արձանագրել են դեպքի վայրի անվտանգության տեսախցիկները, թույլ են տվել իրավապահներին վերականգնել միջադեպի ամբողջ ընթացքը, ընդգծելով մի շարք կարևոր հանգամանքներ։ Ոստիկանությունը և քննչական կոմիտեն համալրել են միջոցառումները, բնակիչներից և վկաներից լրացուցիչ հարցաքննություններ իրականացնելով, ավտոմեքենաների ստուգում, մասնակիցների լրացուցիչ գտնվելու վայրերը պարզելով, հետախուզական գործողությունների միջոցով հայտնաբերելով կասկածյալներին։ Առաջին տվյալներով միջադեպի անմիջական մասնակիցների թվում են ԱՀ 27 տարեկան, Աջափնյակի բնակիչ, ԳՄ 32 տարեկան, նախկին դատվածություններ ունի, ՎՍ 29 տարեկան, Աջափնյակի բնակիչ։ Ոստիկանությունը արդեն ձերբակալել է ԱՀ-ին, իսկ մյուս երկու անձինք որոնման մեջ են։ Նրանց գործողությունները գնահատվում են որպես նպատակային և նախնական հետախուզական տվյալներով կապ ունեն մեկ կամ մի քանի նախնական կոնֆլիկտների հետ։ ՆԳՆ ոստիկանությունը համատեղաբար իրականացնում է մի քանի ուղղություններով միջոցառումներ՝ վիրավորների և մահացածի հարազատների հարցաքննություն, դեպքի վայրի կրկնակի զրնություն, հայտնաբերված արկերի, զենքի և այլ աբեկորների ուսումնասիրություն, մասնակիցների նախնական շարժումների վերականգնում, տեսախցիկների և վկաների տվյալների համադրությամբ, տեղեկություններ հավաքել Աջափնյակ վարչական շրջանում բնակիչների, այլ վկաների և անցորդների վկայություններից։ Առաջին օրերին պարզվել է, որ միջադեպին անմիջական կապ ունեցող անձինք նախապես քննարկել են գործողությունները, ինչից կարելի է եզրակացնել, որ դրանք եղել են նպատակային, պրագմատիկ, ոչ պատական բախում։ Առաջին օպերատիվ տեղեկությունների հիման վրա պարզվել է, որ միջադեպին անմիջական մասնակցություն են ունեցել առնվազն 4 մարդ։ Առաջին անձը ԱՀ-ն 27 տարեկան, Աջափնյակ վարչական շրջանից, արդեն ձերբակալված։ Երկրորդ անձը ԳՄ 32 տարեկան, նախկին դատվածություններ ունեցող, ներկայում որոնման մեջ։ Երրորդ անձը ՎՍ 29 տարեկան, մասնակցություն ունի թաղային խմբավորումների գործողություններին, որոնման մեջ է։ Չորրորդ անձ ԵԴ 31 տարեկան, կապ ունի նախորդ կոնֆլիկտների հետ, հետախուզման տակ է։ Հետաքննության արդյունքներով պարզվել է, որ մասնակիցները նախապես մշակել են իրենց գործողությունները և նպատակային ընտրել են միջադեպի վայրը, կրակոցները հասցնելով անմիջական քաղաքացիներին և հրահրելով զանգվածային խուճապ։ Օպերատիվ տվյալներով ձերբակալված ԱՀ-ն խոստովանել է իր մասնակցությունը միջադեպին, հայտնել է, որ գործողությունները պայմանավորված էին անձնական կոնֆլիկտներով և թաղային նախկին վեճերով։ Նա նաև մանրամասն նկարագրել է դեպքի օր օգտագործված ավտոմեքենաները և զենքը, ինչպես նաև ընկերներին, ովքեր ևս մասնակցել են միջադեպին, բայց դեռևս ձերբակալված չեն։ Աջափնյակի միջադեպը մատնանշում է, թե որքան արագ կարող են ծայրահեղական գործողությունները հանգեցնել ողբերգության։ Առաջին օպերատիվ գործողություններով պարզվել են միջադեպի անմիջական մասնակիցները, ձերբակալվել է առնվազն մեկը, իսկ մյուսները որոնման մեջ են։ Վիրավորների բուժման ընթացքը շարունակվում է, և իրավապահները շարունակում են միջոցառումներ՝ բացահայտելու համար բոլոր մանրամասները։ Հետաքննության ընթացքում հավաքված ապացույցները, վկաների ցուցմունքները և բժշկական տվյալները ապովում են, որ իրավական գործընթացը լինի ամբողջական, իսկ դատական վճիռը հիմնավորված։ Աջափնյակի միջադեպը ոչ միայն ողբերգություն է որոշ մարդկանց համար, այլև հասարակական դաս։ Այն ցույց է տալիս, որ անվտանգության կանոնների պահպանումը, հասարակական պատասխանատվությունը և օրենքի հարգանքը անհրաժեշտ են կանխելու համար նոր ողբերգություններ։